Պատմելով Երևանի ամենագողտրիկ շինության մասին, ուղղակի չէի կարող ձեզ զրկել աշխարհի տարբեր մասերում հիմնված հրաշագործ շինություններից։ Մի առանձին հաղորդում կանենք հենց տնակների մասին։ Իսկ հիմա ձեզ համար պատրաստել եմ աշխարհի ամենագողտրիկ կամ արդեն երևաներենով ասած ամենաքյութ ինքնատիպ 17 շենքերը, որոնք ունեն պատմելու բան, հաստատ։ Ու ձեզ տանելու եմ այնտեղ։ Դե ինչ, պատրաստ եք։ Գնացինք։ Նյուբի մկմահոն շենքը, որը հայտնի է որպես աշխարհի ամենափոքր երկնաքեր, գտնվում է Տեխաս նահանգի Wichita Falls քաղաքի Լասալ փողոցի 701 հասցեում։ 1919 թվականին կառուցված այս կարմիր աղյուսե շենքը ունի ընդամենը 12.2 մետր բարձրություն և 10 քառակուսի մետր մակերես ամեն հարկում։ Շենքը ստացել է իր մականունը փոքր չափերի պատճառով համեմատած սովորական երկնաքերերի հետ։ Չնայած իր փոքր չափերին, այն հումորով անվանվել է երկնաքեր։ Յուրաքանչյուր հարկի չափսերը կազմում են մոտ 3.7 մետր, 2.7 մետր, իսկ կտրուկ և նեղ աստիճանները զբաղեցնում են ներքին տարածքի մոտ 25%։ Շենքը հանդիսանում է Wichita Falls-ի Depot Square պատմական շրջանի մաս և ճանաչվել է որպես Տեխասի պատմական հուշարձան։ Տարիների ընթացքում աշխարհի ամենափոքր երկնաքերը դարձել է հայտնի զբոսաշրջային վայր, խորհրդանշելով քաղաքի հարուստ պատմությունը և Տեխասի նավթային բումի դարաշրջանի գունեղ պատմությունները։ Այսօր Նյուբի մկմահոն շենքը կանգնած է որպես 20-րդ դարի սկզբի ճարտարապետության և Wichita Falls-ի վառ պատմության վկայություն։ Էհյոսլ հյուրանոցը գտնվում է Գերմանիայի Ամբերգ քաղաքում։ Հայտնի է որպես աշխարհի ամենափոքր հյուրանոցը, իր նաև յուրահատուկ պատմությամբ և դիտարժան հատվածներով։ Հյուրանոցը մոտ 2.5 մետր 8 ոտնաչափ լայնություն ունի։ Կառուցված 1728 թվականին Էյհաուզելը սկզբնապես կառուցվել է շրջանցելու տեղական ամուսնության օրենքները, որոնք պահանջում էին, որ զույգերը սեփականություն ունենան ամուսնանալու համար։ Խելացի գործարարը կառուցեց այս նեղ տունը երկու առկա շենքերի միջև, թույլ տալով զույգերին ժամանակավորապես ունենալ այն, կատարել սեփականության պահանջը, ամուսնանալ, ապա վաճառել այն հաջորդ զույգին։ Չնայած իր փոքր չափսերին, հյուրանոցը առաջարկում է շքեղ պայմաններ, ներառյալ ննջասենյակ, լոգասենյակ ջակուզիով, նստասենյակ բուխարիով և ժամանակակից հարմարություններ, ինչպիսիք են հարթ էկրանով հեռուստացույցը։ Հյուրանոցը միաժամանակ ընդունում է միայն երկու հյուր, ապահովելով ինտիմ և մասնավոր մնալու հնարավորություն։ Էյհաուզել անվանումը թարգմանվում է որպես փոքր հարսանյաց տուն, ինչը արտացոլում է դրա սկզբնական նպատակը կապված ամուսնության ավանդույթների հետ։ Փոքր տունը, որը գտնվում է Տորոնտոյի 128 Day Avenue հասցեում, համարվում է այդ քաղաքի ամենափոքր տունը և աշխարհի ամենակոմպակտ տներից մեկը։ Այն հայտնի է իր տարածքի օգտագործման արդյունավետությամբ և նաև հետաքրքիր հիշարժան պատմությամբ։ Այն ունի ընդամենը 2.13 մետր լայնություն և 14.3 մետր երկարություն։ Չնայած իր փոքր չափերին, այն ներառում է նստասենյակ, խոհանոց, լոգասենյակ, ննջասենյակ, նկուղ և նույնիսկ փոքր բակ։ Կառուցվել է 1912 թվականին Արթուր Ուիդենի կողմից։ Արթուր Ուիդենը այս տունը կառուցել է անհավանական նեղ հողի վրա, որը նախատեսված էր որպես փողոց երկու մեծ տների միջև։ Նա այն նախագծել է այնպես, որ փոքր տարածքում հնարավոր լինի լիարժեք ապրել։
ապացուցելով, որ նույնիսկ փոքր տները կարող են հարմարավետ լինել։ Արթուր Ուիդենն իր կնոջ հետ ապրել են այստեղ մոտ 10 տարի։ Նրա կնոջ մահից հետո Ուիդենը ևս 6 տարի ապրել է նույն շենքում։ Ավելի ուշ բրազիլական ընտանիքը 2 երեխաներով ապրել է այդ տանը մոտ 10 տարի, ինչը ապացուցում է, որ նույնիսկ 4 հոգանոց ընտանիքը կարող էր հարմարվել այս փոքր տարածքին։ 2008 թվականին փոքր տունը հայտնվել է The Ellen DeGeneres Show-ում, ինչը աշխարհում մեծ ճանաչում է բերել դրան։ Այդ պահից սկսած այն դարձել է զբոսաշրջային գրավչություն, հատկապես նրանց համար, ովքեր սիրում են փոքր տներ և միկրո ապրելակերպ։ Տունն ունի բաց դիզայն, ինչը թույլ է տալիս տարածքն առավելագույնս օգտագործել։ Տեղադրված է փակվող մահճակալ, որը տեղ է խնայում, երբ չի օգտագործվում։ Մեծ պատուհանները ներս են թողնում բավականաչափ լույս, ինչը տարածքն ավելի ընդարձակ է դարձնում։ Աշխարհի ամենահայտնի փոքր տներից մեկը, որը ապացուցում է, որ փոքր տարածքն էլ կարող է հարմարավետ և ֆունկցիոնալ լինել։ Արհեստական միկրոկյանքի եզակի օրինակ, որը գրավում է զբոսաշրջիկներին։ Եթե երբևէ լինեք Տորոնտոյում, այս փոքրիկ տունը պետք է տեսնեք։ Համարվում է, որ Բուրանոյի տները տարբեր գույներով ներկելու ավանդույթը եկել է ձկնորսներից, ովքեր փորձում էին իրենց տները տարբերել ծովից և ներկում էին դրանք տարբեր գույներով։ Եվ ինչպես այդ տները, այնպես էլ վարդագույն դրախտ տունը Բուրանոյում գտնվող տալիս է զբոսաշրջիկներին հնարավորություն ամբողջությամբ ընկղմելու տեղական մթնոլորտի և մշակույթի մեջ։ Վարդագույն դրախտ տունը հմայիչ կացարան է, որը գտնվում է Իտալիայի Բուրանո կղզում։ Բուրանոն հայտնի էր վառ գունավոր ձկնորսների տներով, և վարդագույն դրախտ տունը այս վառ ավանդույթի հիանալի օրինակ է։ Վարդագույն դրախտ տանը մնալը հյուրերին առաջարկում է Բուրանոյի յուրահատուկ մշակույթի և էսթետիկայի խորքային փորձառություն։ Տան վարդագույն արտաքին տեսքը արտացոլում է կղզու գունավոր ճարտարապետության հարուստ պատմություն։ Չնայած իր ավանդական արտաքինին, տան ինտերիերը հագեցած է ժամանակակից հարմարություններով, ապահովելու հարմարավետ մնալը։ Հարմարությունները ներառում են լիովին հագեցած խոհանոց, օդորակիչ և անվճար Wi-Fi։ Հյուրերը կարող են վայելել շրջապատող ջրանցքների և փողոցների գեղատեսիլ տեսարանները, զգալով Բուրանոյի հմայքը։ Նիդերեգերը հայտնի է բարձրորակ մարցիպան արտադրելով, օգտագործելով 100% նուշի մածուկ առանց որևէ շաքարային հավելման։ Նիդերեգեր մարցիպան սրճարանը, որը գտնվում է Գերմանիայի Լյուբեկ քաղաքում, հայտնի հաստատություն է հարուստ պատմությամբ և յուրահատուկ առաջարկներով։ Ես ձեզ կպատմեմ այս խորհրդանշական սրճարանի մասին մի քանի հետաքրքիր փաստ։ Հիմնադրված 1806 թվականին Յոհան Գեորգ Նիդերեգերի կողմից սրճարանը ընտանեկան բիզնես է արդեն 8 սերունդ շարունակ, պահպանելով ավանդական բաղադրատոմսերը և շարունակաբար կատարելագործելով իրենց հայտնի տորթերն ու խմորեղենը։ Սրճարանի վերևում կա անվճար թանգարան, որը ներկայացնում է մարցիպանի պատմությունը, սկսած մերձավոր արևելքում դրա ծագումից մինչև Լյուբեքում դրա ներկայիս ժողովրդականությունը։ Թանգարանում ցուցադրված են Լյուբեկի հետ կապված հայտնի անձանց չամփսերով արձաններ, որոնք ամբողջությամբ պատրաստված են նուշի մածուկից։ Սրճարանը 2013 թվականին ենթարկվել է նշանակալի վերանորոգման, համադրելով իր պատմական հմայքը ժամանակակից արդյունավետությունների հետ։
Դիզայնը ներառում է բնական եւ կայուն նյութեր, արտացոլելով ավանդույթի եւ ժամանակակից էսթետիկայի միջև հավասարակշռություն։ Սրճարանը տարիների ընթացքում գրավել է բազմաթիվ նշանավոր այցելուների, այդ թվում գրող Թոմաս Մաննին, իր գերազանցության համբավը դարձրել է այն մշակութային հուշարձան Լյուբեկ քաղաքում։ Լյուբեկի բնակիչները կատակում են, որ եթե քաղաքի իրական քաղաքապետարանը նորից հրդեհվի, կարելի է այն վերակառուցել Նիդերեգերի մարցիպանից, քանի որ խանութի թանգարանում արդեն գոյություն ունեն քաղաքի բոլոր շենքերի մարցիպանե մոդելները եւ ամենայն հավանականությամբ բավարար քանակությամբ շաքար, դրանք իրար կպցնելու համար։ Մարցիպանի թանգարանում կարելի է տեսնել հենց ամբողջությամբ մարցիպանից պատրաստված մարդկանց իրական չափերով, այդ թվում Թոմաս Մանի եւ Վոլֆգանգ Յոբի կերպարները։ Շատ այցելուներ հարցնում են. կարող եմ Թոմաս Մանի արմունկից մի քիչ կծել։ Թանգարանի աշխատակիցները ժպտալով պատասխանում են. Չէ, նա այստեղ նստած է 1999 թվականից։ Նիդերեգերը իր բաղադրատոմսը այնքան խստորեն է պահում, որ ասում են ողջ աշխարհում միայն 2 մարդ գիտի այն։ Բայց Լյուբեկն այնքան փոքր քաղաք է, որ բոլորը գիտեն նրանք որտեղ են ապրում։ Այդ պատճառով տեղացիները կատակում են. եթե չես կարող գողանալ բաղադրատոմսը, ուրեմն ամուսնացիր ընտանիքի անդամի հետ։ Գործարանը օրեկան արտադրում է շուրջ 30 տոննա մարցիպան։ Դա նշանակում է յուրաքանչյուր 48 րոպեն 1 տոննա, կամ շաբաթական մոտ 5 ամբողջական չափի փղերի չափ մարցիպան։ Եթե փորձեիք ամենը ուտել, նոր տարում կկշռեիք կես տոննա ավելի։ Խանութի սրճարանում մատուցվում է մարցիպանե կապուչինո։ Սուրճ, քաղցր նուշի մածուկով վերևից։ Բայց այն այնքան խիտ է, որ զբոսաշրջիկները հաճախ փորձում են այն ուտել գթալով, նախքան հասկանալը, որ դա պարզապես սուրճ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ հավատում էին, թե մարցիպանը բուժիչ հատկություններ ունի, նուշի եւ շաքարի շնորհիվ։ Երբ Նիդերեգերի սրճարանը վերաբացվեց, հաճախորդները հարցնում էին. Բժիշկ, օրը մեկ մարցիպանը կվանի տխրություն։ Թանգարանում կա մարցիպանե տորտ, որը պահվում է ապակե ցուցափեղկի ետևում դեռևս 1980-ական թվականներից։ Այն մինչ օրս թարմ է թվում։ Տեղացիները կատակում են, սա աշխարհի 8-րդ հրաշքն է, կամ ապացույց, որ շաքարը լավագույն պահպանող նյութն է։ Զբոսաշրջիկները հաճախ կարծում են, թե Նիդերեգերը Լյուբեկի ՅՈՒՆԵՍԿՕ ժառանգության մաս է։ Բայց տեղացիները պնդում են. պետք է լինի,
որովհետև միայն հոտն արդեն համաշխարհային գանձ է։ Շատ զբոսաշրջիկներ հարցնում են. «Կներեք, շաքարազուրկ մարցիպան ունեք»։ Աշխատակիցների հայտնի պատասխանը. «Այդ դեպքում դա պարզապես նուշի մածուկ է, ոչ մարցիպան»։ Ճանապարհորդական ուղեցույցներն էլ կատակում են։ Դա նույնն է, ինչ հարցնել. «Կարող է լողավազանը լինել առանց ջրի, կամ չոր, կամ առնվազն ոչ խոնավ»։ Քանի որ Նիդերեգերը քաղաքի տնտեսության մեջ մեծ դեր ունի, լյուբեկցիները կատակում են, թե քաղաքապետը ենթարկվում է մարցիպանի խորհրդին, գաղտնի խումբ, որը տարին մեկ անգամ հանդիպում է նուշի լիկյորի շուրջը։ Լյուբեկցիները իսկապես օգտագործում են դեռ մարցիպան կատեր տերմինը, որը նշանակում է մարցիպանի հարբեցողությունից հետո շաքարային կախվածություն։ Ախտանշաններն են անկառավարելի ժպիտ, նուշի հոտ ձեռքերի վրա և անընդհատ ցանկություն նորից գնել։ Ամեն տարի մի քանի զբոսաշրջիկ բառացիորեն կորչում է խանութի ներսում։ Նրանք մտնում են սրճարան, հոտից հիպնոտիզացվում են, մոռանում ելքը և հայտնվում են վերևում ձեռքներին 12 տուփ և մարցիպանե սանտա, որը չեն հիշում, թե երբ են գնել։ Կա մի վաստակավոր աշխատակից Նիդերեգերի ալկիմիկոսը, ով կարող է հոտից ճանաչել շաքարի քանակը, արդյոք 1%-ով սխալ է։ Ասում են մի անգամ կանգնեցրել է ողջ արտադրությունը։ Նուշերը հուզականորեն անհավասարակշիռ են։ Մի ամառ ամբողջ մեղվաբույնը ներխուժել էր բացօթյա սրճարան նուշի յուղի հոտից։ Աշխատակիցները հանգիստ արձագանքել էին. «Չանհանգստանաք, ուղղակի աշխատանքի հայտ են բերել»։ Թանգարանում իսկապես կա նշան. «Խնդրում ենք մարցիպանե արձաններին չկերակրել»։ Պատճառն այն է, որ մարդիկ փորձում էին նրանց բերանը կոնֆետ դնել, բարեգործական սելֆիի նպատակով։ Նիդերեգերի սրճարանի մուտքի դռները միշտ ունեն տապակած նուշի հոտ, նույնիսկ ձմռանը, երբ դրսում 10 աստիճան նվազ է։ Տեղացիներն ասում են. եթե երկինքը դուռ ունենար, հաստատ այդպես կբուրեր։ Թանգարանի անվտանգության համակարգը մի անգամ խափանվել է շաքարի մասնիկների պատճառով։ Աշխատակիցներն ասում էին. երկրի միակ վայրը, որտեղ աղանդերը կարող է խանգարել տեխնիկային։ Եթե դուք ծնվել եք Նիդերեգերի շենքից մինչև 500 մետր շարավղով, ձեզ կոչում են մարցիպանցի կամ մարցիպանյան, այսինքն հայ։ Նրանց կարգախոսն է. մենք չենք արյունահոսում, մենք ջնարակում ենք։ «2003 թվականին վերանորոգման ընթացքում աշխատողները լսել են մեղմ երգ արձանների կողմից։ Երբ բարձրացրել են բոլոր 12 արձանները,
Դրանք մի փոքր շրջված են եղել դեպի լուսին։ Այժմ մաքրողները ամեն գիշեր թողնում են մեկնուշ պատուհանագոգին, որ արձանները հանգիստ մնան։ Կանանց պետքարանում կա հայելի, որը մշուշկվում է մարցիպանե սրտիկի ձևով, երբ անցնում է որևէ իրական քաղցրասեր։ Շատերը հերթ են կանգնում փորձելու, երբեմն իսկապես աշխատում է։ Կա մի հին ժամացույց, որը կատարյալ աշխատում է նույնիսկ անջատված վիճակում։ Երբ փորձել են հանել, այն սկսել է էլ ավելի բարձր աշխատեցնել իր ժամասլաքը։ Այժմ մնում է տեղում։ Ասում են, այն աշխատում է մարցիպանի էներգիայով։ Ասում են, թանգարանի վերևում կա երրորդ գաղտնի հարկ, որը քարտեզներում նշված չէ։ Հին աշխատակիցները պնդում են, այնտեղ են պահվել Նիդերեգերի ամենախենթ փորձերը, նուշով վառվող մոմեր, ուտելի թղթադրամներ և հավերժ մարցիպան, որը երբեք չի չորանում։ Մուտքը դեռ ոչ ոք չի գտել։ Teatro della Concordian, որը գտնվում է Իտալիայի Ումբրիա մարզի Մոնտե Կաստելո դի Վիբիո քաղաքում, հայտնի է որպես աշխարհի ամենափոքր պատմական թատրոն, մարմնավորելով դասական իտալական ոճը մինիատյուրայում։ Կառուցված լինելով 1808 թվականին, թատրոնը ներշնչված է ֆրանսիական հեղափոխության իդեալներով, ազատություն, հավասարություն և եղբայրություն։ Այն ունի զանգակաձև հատակագիծ, որը բնորոշ է այդ ժամանակաշրջանի իտալական թատրոններին, ապահովելով գերազանց ակուստիկ հնչողություն։ Ներսը զարդարված է նկարիչներ Չեզարե Ագրետի և նրա որդի Լուիջի որմնանկարներով։ Չնայած իր փոքր չափերին, թատրոնը կարող է տեղավորել 99 հանդիսատես, որոնցից 37-ը բեմի դիմաց գտնվող սրահում, իսկ 62-ը օթյակներում։ «1808 թվականի բացումից հետո թատրոնը դարձավ տեղական համայնքի մշակութային կենտրոն։ Այնուամենայնիվ 1951 թվականին փակվեց կառուցվածքային խնդիրների պատճառով։ Համայնքի ջանքերով և ֆինանսավորմամբ այն վերականգնվեց և վերաբացվեց 1993 թվականին։ Այսօր Teatro della Concordian հյուրընկալում է տարբեր մշակութային միջոցառումներ, ներառյալ թատերական ներկայացումներ, համերգներ և կոնֆերանսներ։ Teatro della Concordian կանգնած է որպես փոքր համայնքներում արվեստի և մշակույթի հանդեպ մշտական գնահատանքի վկայություն, ցույց տալով, որ նույնիսկ ամենահամեստ վայրերը կարող են ունենալ խորը մշակութային ազդեցություն։ Յոթեի տուն թանգարանը և գերմանական ռոմանտիզմի թանգարանը երկու մշակութային կարևորագույն հաստատություններ են, որոնք գտնվում են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Դրանք ներկայացնում են գերմանական գրականության և ռոմանտիզմի դարաշրջանի կարևորագույն ժառանգություն։ Տունը, որտեղ ծնվել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, մանրակրկիտ պահպանվել է պահպանելով իր բնօրինակ 18-րդ դարի տեսքը։
Տան երկրորդ հարկում գտնվում է այն աշխատասեղանը, որի մոտ Գյոթեն գրել է երիտասարդ վերթերի տառապանքները, Ֆաուստ եւ իր մյուս վաղ շրջանի ստեղծագործություններից։ Մանկության տարիներին Գյոթեն իր տանը ունեցել է տիկնիկային թատրոն, որը մեծ ազդեցություն է թողել նրա դրամատուրգիայի եւ պատմություն պատմելու հանդեպ հետաքրքրության վրա։ Նապոլեոն Բոնապարտը երիտասարդ վերթերի տառապանքները վեպի մեծ երկրպագու էր եւ 1808 թվականին անձամբ հանդիպել է Գյոթեին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գյոթեի տունը լուրջ վնաս է կրել ռմբակոծությունների հետևանքով, սակայն պատերազմից հետո այն վերականգնվել է իր սկզբնական տեսքով։ Գյոթեի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող Գյոթեի թանգարանում ցուցադրված են 18-րդ դարի կտավներ, այդ թվում ռոմանտիզմի եւ դասական արվեստի ներկայացուցիչների գործեր։ Գյոթեն բեղմնավոր ընթերցող էր եւ ուներ մեծ գրադարան, ում գրքերի զգալի մասը մինչ օրս պահպանվում է թանգարանում։ 2021 թվականին բացված գերմանական ռոմանտիզմի թանգարանը առաջինն է իր տեսակով, որ նվիրված է հենց ռոմանտիզմի դարաշրջանին, այն պահպանում է ձեռագիր հենց բնօրինակ աշխատություններ Նովալիսի, Հյոլդերլինի, Բրենտանոյի եւ Գրիմ եղբայրների կողմից։ Թանգարանը նախագծված է հատուկ լուսային տեխնիկայով, որն օգնում է վերարտադրել ռոմանտիզմի նկարներում պատկերված երազային մթնոլորտը։ Թանգարանը հատուկ կառուցվել է Գյոթեի մանկության տան կողքին, ընդգծելով գրողի ստեղծագործությունների եւ ռոմանտիզմի շարժման միջև կապը։ Այցելուները կարող են լսել պատմական ձայնագրություններ, ներառյալ վաղ դաշնամուրային ստեղծագործություններ եւ բնության ձայներ, որոնք ներշնչել են ռոմանտիկ բանաստեղծներին։ Գերմանական ռոմանտիզմի թանգարանը, որը բացվել է 2021 թվականին, նվիրված է ռոմանտիզմի դարաշրջանին։ Այնտեղ ներկայացվում են ձեռագրեր, նամակներ, նկարներ եւ առօրյա իրեր, որոնք կապված են հենց այդ ժամանակաշրջանի հետ։ Թանգարանը ցուցադրում է գերմանական ռոմանտիկ գրողների առաջին հրատարակությունները, այդ թվում Գրիմ եղբայրների հեքիաթների վաղ տարբերակները։ Այս հաստատությունը եզակի հնարավորություն է տալիս բացահայտել ռոմանտիզմի էությունը, նրա ազդեցությունը գերմանական մշակույթի վրա եւ զգալ այդ դարաշրջանի մթնոլորտը։ Շատ զբոսաշրջիկներ անցնում են Quay House-ի մոտով առանց այն նկատելու, որովհետև այն շատ ավելի փոքր է, քան միջին դռան բացվածքը։ Իդեպ Quay House-ը դեռ պատկանում է Ռոբերտ Ջոնսի ժառանգներին, եւ դա փոխանցվել է կանանց ժառանգությամբ, քանի որ որդիները այդքան էլ հետաքրքրված չէին դրա պահպանմամբ։ Նաեւ ուելսական ավանդական հագուստով մի կին հաճախ կանգնում է տան դռան մոտ ու պատմում տան պատմությունը։ Quay House-ը հայտնի է որպես Մեծ Բրիտանիայի ամենափոքր տունը։ Չնայած իր փոքր չափերին, այն ավելի քան 300 տարի ծառայել է որպես լիարժեք բնակելի տուն։ Այն գտնվում է Conwy քաղաքի պատմական ափամերձ գոտում։ Կառուցվել է 16-րդ դարում եւ մինչեւ 1900 թվականը եղել է բնակելի։ 1900-ին տեղական իշխանությունները այն ճանաչեցին մարդու բնակության համար չափազանց փոքր։ Ստորին հարկում ընդհանուր սենյակն են, ափսեների պահարանով, ածխի համար նախատեսված բունկերով եւ բաց վառարանով։ Վերին հարկում քնելու համար նախատեսված փոքր սենյակ է, նվազագույն պահեստային տարածքով։ Վերջին բնակիչը եղել է ձկնորս Ռոբերտ Ջոնսը, ով 1.9 մետր հասակ ուներ։ Տունը այնքան ցածր էր, որ նա չէր կարող ուղղահայաց կանգնել դրա ներսում։
Տունը ներկված է վառ կարմիր գույնով եւ պահպանվում է որպես պատմական հուշարձան։ Այն այժմ զբոսաշրջային տեսարժան վայր է, որտեղ այցելուները կարող են քայլել ներսում եւ տեսնել ինչպես են ապրել մարդիկ այդ փոքր տարածքում։ Ռեկորդների գրքում այն ճանաչվել է որպես Մեծ Բրիտանիայի ամենափոքր տունը։ Այժմ այն գործում է որպես թանգարան, որտեղ այցելուները կարող են բացահայտել 17-ից 18-րդ դարերի բնակության պայմանները։ Անվտանգության նկատառումներով վերին հարկը այցելուների համար փակ է, բայց հնարավոր է նայել ներս մի փոքրիկ սանդուղու օգնությամբ։ Քուեյ Հաուսը արտացոլում է անցած դարերի ապրելակերպը եւ հանդիսանում է կոնվիի մշակութային ու զբոսաշրջային կարևորագույն կետերից մեկը։ Եթե երբևէ լինեք Ուելսում, սա պետք է տեսնեք ձեր աչքերով։ Դիզայնը խորհրդանշում է պարող զույգ, ինչի համար հաճախ ի պատիվ դրան կոչվում են Ֆրեդ եւ Ջինջեր։ Ի պատիվ պարողներ Ֆրեդ Ասթերի եւ Ջինջեր Ռոջերսի։ Իդեպ քարե աշտարակը խորհրդանշում է Ֆրեդին, իսկ ապակի աշտարակը Ջինջերին։ Եվ տպավորություն է, երբ նայում եք շենքին, որ նրանք պարում են իրար հետ։ Պրահայի պարող տունը Չեխիայում հայտնի է իր ժամանակակից ճարտարապետությամբ, որը առանձնանում է քաղաքի ավանդական բարոկո, գոթական եւ արտ նուվո շինությունների մեջ։ Այն համարվում է մոդեռն ճարտարապետության նշանավոր օրինակ, որը հայտնի է իր անհավասար հոսուն ձևերով։ Պարող տունը նախագծվել է խորվաթաչեխ ճարտարապետ Վլադո Միրունիչի եւ կանադա-ամերիկացի Ֆրենկ Գերիի կողմից։ Այն կառուցվել է մի վայրում, որտեղ նախկինում կար շենք, որը ոչնչացվել էր 1945 թվականին Պրահայի վրա ԱՄՆ-ի ռմբակոծության արդյունքում։ Տարածքը երկար տարիներ դատարկ էր, մինչև 1992 թվականին սկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին 1996 թվականին։ Պարող տունը պատկանում է դեկոնստրուկտիվիզմի ճարտարապետական ոճին, որն իր մեջ ներառում է ոչ ավանդական ձևեր, կոտրված գծեր եւ ասիմետրիկ տարրեր։ Շենքը կառուցված է 99 բետոնե վահանակներից, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ ձև եւ չափ ունի։ Իսկ ապակյա աշտարակը ունի զիգզագաձև կորեր, որոնք ստեղծում են շարժման խապկանք։ Տպավորություն ստեղծելով, կարծես թե այն թեքվում է։ Շենքի գագաթին տեղադրված է ոլորված մետաղական կառույց, որը կոչվում է մեդուզա։ Այն էլ ավելացնում է շենքի դինամիկ ուրվագիծը։ Շենքի ոչ ավանդական դիզայնը սկզբում բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ այն զգալիորեն տարբերվում էր Պրահայի պատմական ճարտարապետությունից։ Ժամանակի ընթացքում այն դարձավ Պրահայի սիրված տեսարժան վայրերից մեկը, խորհրդանշելով քաղաքի արդիականացման շարժումը։ Չեխիայի ազգային բանկը նույնիսկ թողարկել է 2000 կրոն արժողությամբ ոսկե մետաղադրամ, որի վրա պատկերված է պարող տունը որպես երկրի ճարտարապետական ժառանգության խորհրդանիշ։ Ներկայումս պարող տունը ներառում է հյուրանոց, գրասենյակային տարածքներ, ռեստորան եւ արվեստի ցուցասրահ։ Այցելուները կարող են բարձրանալ տանիք, վայելելու Պրահայի գեղեցիկ տեսարանը։ Շեֆշաուենի հայտնի կապույտ երանգների ծագման վերաբերյալ կան տարբեր տեսություններ։ Ես ձեզ կներկայացնեմ 3-ը։ Առաջինը՝ հրեական ազդեցություն։ Ասվում է, որ հրեաների այնտեղ բնակեցումից հետո շենքերը սկսել են ներկվել կապույտ, քանի որ դա խորհրդանշում էր նրանց համար երկինքը եւ դրախտը, հիշեցնելով հոգեվորի մասին։ Երկրորդ ազդեցությունը մոծակների հեռացումն է։ Ասվում է, որ ինչ որ լեգենդ կար, որ կապույտներ կբանում էր մոծակներին, չնայած որ դա որևէ գիտական հիմնավորում չունի։ Եվ երրորդը դա զբոսաշրջության խթանումն էր։ Ասվում է, որ 1970-ականներից սկսված ակտիվորեն սկսվեցին այդ շենքերը ներկվել կապույտ, ընդհանրապես զբոսաշրջիկներին գրավելու եւ քաղաքի գեղագիտական տեսքը բարելավելու նպատակով։
Շեֆշաուեն, որը հաճախ անվանում են Մարոկոյի կապույտ մարգարիտ, հայտնի է իր կապույտ ներկված շենքերով եւ փողոցներով։ Ռիֆ լեռներում տեղակայված այս քաղաքը առաջարկում է պատմության, մշակույթի եւ ճարտարապետության յուրահատուկ համադրություն։ «1471 թվականին Մուլայ Ալի բեն Ռաշիդի կողմից հիմնադրված Շեֆշաուենը սկսվեց որպես փոքր բերդ, որը նպատակ ուներ պաշտպանել տարածաշրջանը պորտուգալական ներխուժումներից։ Ժամանակի ընթացքում այն վերածվեց ծաղկուն քաղաքի, գրավելով տարբեր համայնքներ, այդ թվում մորիսկներին եւ հրեաներին, հատկապես 1492 թվականի իսպանական վերանվաճումից հետո։ Շեֆշաուեն այցելուները կարող են ընկղմվել նրա հանգիստ մթնոլորտում, որը բնութագրվում է նեղ ոլորուն փողոցներով, վառ շուկաներով եւ ավանդական մարոկյան ճարտարապետությամբ։ Քաղաքի Մեդինան լաբիրինթոս է, կապույտ ներկված շենքերով, որոնք առաջարկում են գեղատեսիլ տեսարաններ ամեն քայլափոխի։ Գլխավոր հրապարակում գտնվում է Կասբահ թանգարանը։ Այս վերականգնված բերդը ներկայացնում է տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը։ Մեդինայի եզրին տեղակայված է Ռասել ջրվեժը։ Սա հայտնի վայր է, որտեղ հավաքվում են տեղացիները եւ այցելուները կարող են վայելել բնական գեղեցկությունը։ Շեֆշաուենի կապույտ ներկված փողոցները ոչ միայն տեսողական հաճույք են պատճառում, այլև արտացոլում են քաղաքի հարուստ մշակութային հյուսվածքը։ Այս տունը ստացել է դդմի տուն անվանումը, քանի որ գիշերը, երբ լույսերը միացված են, դրա պատուհանները նմանվում են դդմի, այսինքն Jack O' բերանին եւ աչքերին։ Նաեւ այս յուրահատուկ տեսքը հայտնի է դարձրել այս տունը, հատկապես Henry Hudson Parkway մայրուղիով երթևեկող վարորդների համար։ Դդմի տունը, որը գտնվում է Մանհեթնում, յուրահատուկ 3 հարկանի բնակելի տուն է, որը տեղակայված է զառիթափ ժայռի վրա, նայելով Հադսոն գետին։ Կառուցված է 1925 թվականին ճարտարագետ Cleveland Wolcott-ի կողմից։ Այս տունը հայտնի է իր անսովոր դիզայնով եւ հիասքանչ տեսարաններով։ Տունը երկարեցված է ժայռից դուրս, բարձր 250 ֆուտ Hudson Parkway-ի վրայից։ Այն կառուցված է պողպատե եւ բետոնե հիմքի վրա, ինչը թույլ է տալիս կառույցը դուրս գալ ժայռի եզրից։ Տունը հիանալի տեսարաններ է ապահովում George Washington Bridge-ի, Hudson գետի եւ New Jersey Palisades-ի վրա։ Տունը ունի 3144 քառակուսի մետր մակերես, ներառելով հիմնական բնակելի տարածք եւ առանձին վարձով բնակարան։ Պատված է մուգ փայտե մանրագերտով, ունի բարձր առաստաղ եւ մեծ պատուհաններ։ Պատերը պատված են գրապահարաններով, ստեղծելով հարմարավետություն եւ մտավոր միջավայր։ Տունը ներառում է ֆրանսիական գեղեցկական ոճի խոհանոց եւ ընդարձակ ճաշասենյակ։ Իսկ վերին մասում կա տանիքային պատշգամբ, որն ապահովում է աննախադեպ տեսարաններ։
Նյու Յորքի դդմի տունը այնտեղի ամենահայտնի ժայռային տունն է, որը գրավում է թե զբոսաշրջիկների, թե ճարտարապետության սիրահարների ուշադրությունը։ Ժամանակակից մանհեթենյան պատմության մի մաս է, որն առանձնանում է իր յուրահատուկ դիզայնով։ Սկզբնապես տունը կառուցված է եղել 1592 թվականին, հետագայում 1687-ին այն վերակառուցվել է։ Վերակառուցվելու ընթացքում օգտագործվել է չչորացած կանաչ կաղնու փայտ, ինչը ժամանակի ընթացքում չորանալով հանգեցրել է տան յուրահատուկ թեքությանը։ Լեգենդի համաձայն թեք տունը գաղտնի անցում է ունեցել ստորգետնյա անցում Վինդզորի ամրոցին, ինչը օգնել է Չարլզ II թագավորին կապվելու իր սիրելի սիրուհի Նել Գվինի հետ։ Վինդզորի ծուռ տունը, որը հայտնի է նաև որպես շուկայի խաչի տուն, պատմական շինություն է, որը գտնվում է Անգլիայի Վինդզոր քաղաքում։ Այն հայտնի է իր նկատելի թեքությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ։ Դարերի ընթացքում շինությունը ծառայել է տարբեր նպատակներով, այդ թվում որպես մսագործի խանութ, գարեջրատուն, հնաոճ իրերի խանութ և վերջերս թեյարան։ Ծուռ տունը դասվել է երկրորդ կարգի պահպանվող շինությունների շարքին, իր պատմական և ճարտարապետական կարևորության համար։ Այսօր Վինդզորի ծուռ տունը կանգնած է որպես քաղաքի հարուստ պատմության հմայիչ վկայություն, գրավելով այցելուներին իր յուրահատուկ տեսքով և պատմություններով։ Այցելուները կարող են տեսնել Մոցարտի ջութակը, կլավիկորդը, որի վրա նա գրել է կախարդական սրինգը, եւ նաեւ տարբեր անձնական իրեր, որոնք տեսնելով կարող ենք պատկերացում կազմել իր ընտանիքի եւ առհասարակ այդ ժամանակաշրջանի մասին։ Հավելեմ նաեւ, որ հիշում եմ այդ թանգարանում ինձ մոտ շատ տպավորված մի մազափունջ, որը իր առաջին անգամ մազերը կտրելուց է հավաքվել եւ նաեւ ինչ-որ դրամբապանակ, որը նա վերցրել էր ինչ-որ տեղից։ Եվ դա հատուկ ցուցապեղկի մեջ դրված է, շատ հետաքրքիր է, խորհուրդ եմ տալիս այցելուներին ուշադրություն դարձնել։ Մոցարտի ծննդավայրը գտնվում է Զալցբուրգի Գետրայդեգասե փողոցի 9 համարում։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է այստեղ 1756 թվականի հունվարի 27-ին։ Մոցարտի ընտանիքը բնակվել է այդ տանը 1747-ից 1773 թվականներին։ Այս շենքը, որը հայտնի է որպես Հագենաուերի տուն, կառուցվել է 12-րդ դարում։ Այն անվանվել է Հագենաուերի ընտանիքի պատվին, ովքեր Մոցարտների ընկերներն ու տանտերերն էին։ 1880 թվականին միջազգային Մոցարտեում հիմնադրամը ստեղծեց թանգարան Մոցարտի ծննդավայրում։ Այն ներկայացնում է կոմպոզիտորի վաղ կյանքի մանրամասները, ցուցադրելով նրա առաջին երաժշտական գործիքները, դիմանկարները և բնօրինակ փաստաթղթեր։ Տունը պահպանում է իր պատմական հմայքը ժամանակաշրջանի կահույքով և դեկորով, որոնք արտացոլում են 18-րդ դարի կենսապայմանները։ Հայտնի ծննդյան սենյակը, որտեղ ծնվել է Մոցարտը, մեղմ լուսավորված է և ուղեկցվում է ֆոնային երաժշտությամբ, ստեղծելով հատուկ մթնոլորտ։ Այսօր Մոցարտի ծննդավայրը Ավստրիայի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է, գրավելով կոմպոզիտորի երկրպագուներին և մշակութային զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից։ Այն կանգնած է որպես Զալցբուրգի հարուստ երաժշտական ժառանգության և աշխարհի ամենամեծ կոմպոզիտորներից մեկի մշտական ժառանգության վկայություն։
Ծուռ տունը յուրահատուկ եւ ֆանտաստիկ կառույց է, որը միավորում է ճարտարապետական նորարարությունը, հեքիաթային մթնոլորտը ու մշակութային արժեքները։ Եթե երբևէ լինեք Լեհաստանում, սա հաստատ պետք է տեսնել սեփական աչքերով։ Ծուռ տունը Սոպոտի ամենահայտնի ճարտարապետական տեսարժան վայրերից է, որը նման է հեքիաթային կախարդված շենքի։ Այս ուրույն շինությունը կառուցվել է 2004 թվականին եւ արագ դարձել զբոսաշրջիկների եւ լուսանկարիչների նախընտրելի վայրը։ Այն նախագծվել է լեհ ճարտարապետներ Շոտինսկի եւ Զալեսկիի կողմից։ Դիզայնը ոգեշնչված է լեհ նկարիչ Յան Մարչին Շանցերի եւ շվեդ նկարիչ Պեր Դալբերգի հեքիաթային նկարազարդումներից։ Տունը այնպիսի տեսք ունի, կարծես այն հալվում կամ ծռվում է, ինչը ստեղծում է իրական օպտիկական խաբկանք։ Տունն ունի մոտ 4000 քառակուսի մետր մակերես եւ այն տեղակայված է ռեզիդենտ առևտրի կենտրոնի կազմում։ Արտաքին մասը զարդարված է գունավոր ապակիներով, ավազաքարով շրջանակված պատուհաններով եւ կապտականաչ երանգներով ծածկված տանիքով, որը հիշեցնում է վիշապի կշեռքներ։ Տանիքի դիզայնը ոգեշնչված է իսպանացի ճարտարապետ Անտոնի Գաուդիի աշխատանքներից։ Ծուռ տունը ոչ միայն առևտրային կենտրոն է, այլև Սոպոտի մշակութային խորհրդանիշներից մեկը։ Այն ունի Փարքի պատ, Wall of Fame, որտեղ նշանավոր հյուրերը թողնում են իրենց ստորագրությունները, ինչպես Հոլիվուդի Փարքի ծառուղում։ Այստեղ անց են կացվում տարբեր մշակութային միջոցառումներ, ներառյալ ցուցահանդեսներ եւ նույնիսկ համերգներ։ Կազա Բատլիոն նոր շենք չէր։ Այն կառուցված էր 1877 թվականին։ Հետագայում Գաուդին ուղղակի վերաձևավորեց այն 1904-ից 1906 թվականներին, այն դարձնելով Բարսելոնայի ամենաարտասովոր շենքերից մեկը։ Տեղացիները այն կոչում են Casa del Sosos, ոսկորների տուն։ Քանի որ հենասյուները ոսկորների տեսք ունեն, պատշգամբները գանգերի, իսկ ընդհանուր հոսուն ձևերը շենքին տալիս են շատ արտասովոր ձև։ Կասա Բատլիոն Անտոնի Գաուդիի ամենահայտնի ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է, որը գտնվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Կառուցված 1904-ից 1906 թվականներին, այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտը հայտնի է իր կենդանի ձևերով, վառ գույներով եւ բնությունից ներշնչված խորհրդանշական դիզայնով։ Կամարաձև տանիքը ներկայացնում է վիշապի մեջքը, իսկ գունավոր սալիկները հիշեցնում են թեփուկներ։ Տանիքի աշտարակն ու խաչը խորհրդանշում են Սուրբ Գևորգի նիզակը, որը խոցում է վիշապին։ Շենքի ճակատը պատված է տրենկադիս խճանկարով, պատրաստված կոտրված կերամիկական սալիկներից։ Գաուդին վերամշակում էր օգտագործված նյութերը, դարձնելով շինությունը էկոլոգիապես բարեկամական։ Կասա Բատլիոն կենդանի հեքիաթ է։ Գաուդիի ամենանորարար եւ երևակայական ստեղծագործություններից մեկը։ Բարսելոնայի ճարտարապետական խորհրդանիշ, որը գրավում է միլիոնավոր այցելուների։ Շենքի յուրաքանչյուր պատուհանը տարբերվում է մյուսից, քանի որ Հունդերտ Վասերը մտածում էր, որ բնակիչները իրավունք ունեն առանձնացնելու իրենց ապրելավայրը եւ ապրելու այնպես, ինչպես իրենք են ուզում, այսինքն անհատական։ Հունդերտ Վասերի տունը Վիեննայում գտնվող բացառիկ բնակելի համալիր է, որը նախագծել է ավստրիացի նկարիչ եւ ճարտարապետ Ֆրիդենս Ռայխ Հունդերտ Վասերը։ Այս գունագեղ եւ էկոլոգիապես բարեկամական շենքը ավարտվել է 1985 թվականին եւ դարձել Վիեննայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Այն մարմնավորում է Հունդերտ Վասերի գաղափարախոսությունը,
մարդկանց եւ բնության ներդաշնակ համակեցության մասին։ Շենքի արտաքին տեսքը երանգավոր է, անկանոն նախշերով, առանց ուղիղ գծերի եւ ստանդարտ անկյունների, ինչը արտացոլում է Hundertwasser-ի անհատական մոտեցումը ճարտարապետությանը։ Հատակները դիտավորյալ անհարթ են, քանի որ Hundertwasser-ը հավատում էր, որ տարածությունը պետք է երգի ոտքերի համար, ինչը ստեղծում է ավելի բնական միջավայր։ Ծառերը եւ թփերը աճում են հենց տան ներսում, անցնելով պատուհանների միջով եւ տարածվելով դեպի դրսի միջավայր։ Այս մոտեցումը էկոլոգիական ճարտարապետության վառ օրինակ է։ Hundertwasser-ի տունը գտնվում է Վիեննայի Landstrasse թաղամասում, Կեգելգասե եւ Լոուենգասե փողոցների խաչմերուկում։ Թեև շենքը մասնավոր բնակելի է եւ ներս մտնել հնարավոր չէ, այցելուները կարող են հիանալ նրա արտաքինով։ Hundertwasser-ի գյուղում կարելի է ծանոթանալ նկարիչ ճարտարապետի աշխատանքներին եւ գաղափարություններին։ Շենքի ամենատպավորիչ հատվածներից մեկը 33 մետրանոց անձրևի աշտարակն է, որը ունի 4 ոսկեգույն գնդեր, որոնք տեսանելի են դարձնում աշտարակը հեռվից։ Hundertwasser-ի տունը Պլոխինգենում կառուցվել է 1991-ից 1994 թվականներին։ Պաշտոնական անվանումը ըստ թարգմանության կյանքը անձրևի տակ տեղակայված աշտարակի ներքո։ Այս հատուկ բնակելի եւ առևտրային համալիրը, որը նախագծվել է ավստրիացի նկարիչ Friedrich Hundertwasser-ի կողմից, հանդիսանում է եւս նրա ճարտարապետական ոճի բացառիկ օրինակ։ Rogner Bad Blumau-ն Ավստրիայի Շտիրիա երկրամասում գտնվող աշխարհի ամենայուրահատուկ սպա հյուրանոցներից մեկն է։ Այն կառուցվել եւ նախագծվել է հայտնի ավստրիացի նկարիչ եւ ճարտարապետ Friedrich Hundertwasser-ի կողմից, ստեղծելով կենդանի արվեստի գործ։ Համալիրը ներառում է 14 տարբեր ներքին եւ արտաքին լողավազաններ։ Վուլկանիա բուժիչ աղբյուրը հայտնի է իր բարձր հանքային բաղադրությամբ եւ բնական աղի պարունակությամբ։ Այստեղ գործում են տարբեր սպա ծառայություններ, սաունաներ, հանգստի սենյակներ եւ ֆիթնես կենտրոն։ Առաջարկվում են բնական բուժական թերապիաներ եւ գեղեցկության պրոցեդուրաներ։ Սա ոչ միայն հանգստի վայր է, այլև ճարտարապետության եւ բնապահպանական մտածելակերպի հիանալի միաձուլում։ Hundertwasser-ի տեսլականը կյանքի կոչված է ընդգծելով մարդու եւ բնության ներդաշնակ գոյակցությունը։ Եթե փնտրում եք յուրօրինակ սպա հյուրանոց, որտեղ արվեստը, առողջությունը եւ բնությունը համակցվում են, ապա Rogner Bad Blumau-ն կատարյալ ընտրություն է։ Շենքը սկզբնապես կառուցվել է 1892 թվականին որպես տոնետ եղբայրների գործարան, որոնք հայտնի են իրենց կահույքի արտադրությամբ։ Իսկ արդեն հետագայում 1991 թվականին 2 տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո այն վերածվում է Kunsthaus Wien թանգարանի։ Kunsthaus Wien պարունակում է Hundertwasser-ի արվեստի գործերի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Ցուցադրված են նրա հայտնի կտավները, գրաֆիկական աշխատանքները, ճարտարապետական նախագծերը եւ բնապահպանական գաղափարները։ Hundertwasser-ի բնապահպանական մտածելակերպին հավատարիմ մնալով, թանգարանը առաջատար է էկոլոգիայով։ 2018 թվականին այն դարձավ առաջին թանգարանը, որ ստացավ Ավստրիայի էկոպիտակը, խորհրդանշելով բնապահպանական գործունեությունը։ Թանգարանը ոչ միայն ներկայացնում է Hundertwasser-ի աշխատանքները, այլև հյուրընկալում է ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ, ստեղծելով կապ դասական եւ նոր արվեստի միջև։
Հանգ նգայի հյուրատունը, որը հաճախ կոչվում է Խելագար տուն, գտնվում է Վիետնամի Դալատ քաղաքում։ Այն նախագծված է վիետնամցի ճարտարապետ Դանգ Վիետ Նգայի կողմից և համարվում է Վիետնամի լավագույն ճարտարապետական նմուշներից մեկը։ Կառույցը հիշեցնում է հսկայական ծառ, ներառելով օրգանական ձևեր և բնությունից ներշնչված տարրեր, ինչպիսիք են կենդանիները, սնկերը, սարդոստայնները և քարանձավները։ Այս դիզայնը արտացոլում է էքսպրեսիոնիստական ոճ, բարդ, ոչ ուղղանկյուն ձևերով։ Հյուրատունը առաջարկում է 10 թեմատիկ սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ կենդանու թեմա, ներառյալ վագրի, արծվի, մրջյունի և կենգուրուի սենյակներ։ Յուրաքանչյուր սենյակի դեկորն ու կահավորանքը մշակված են համապատասխան թեմային, հյուրերին տրամադրելով առանձնահատուկ փորձառություն։ Բացի որպես կացարան ծառայելուց, Խելագար տունը բաց է զբոսաշրջիկների համար, ովքեր կարող են ուսումնասիրել նրա լաբիրինթոսանման կառուցվածքը, նեղ կամուրջները և պարուրաձև աստիճանները։ Դիզայնը խրախուսում է ուսումնասիրությունը և առաջացնում զարմանքի զգացում, դարձնելով այն Դալատի հայտնի տեսարժան վայրերից մեկը։ Խելագար տունը կանգնած է որպես երևակայական ճարտարապետության վկայություն, համադրելով արվեստն ու բնությունը, ստեղծելով ներգրավող միջավայր, որը գրավում է այցելուներին աշխարհի տարբեր անկյուններից։ Ահա եւ այսքանը այսօրվա մեր ճամփորդությունն ավարտվեց։ Կհանդիպենք մյուսին։